Բարև ձեզ Armenpress-ի հարգելի հետևորդներ։ Հայաստանի մշակութային ժառանգությունը պահպանելու եւ այն սերունդներին փոխանցելու նպատակով Հայաստանի գանձեր հիմնադրամը մշակել է թվայնացման նախագիծ։ Նախագծի շուրջ զրուցելու ենք հեղինակ Վլադիմիր Սոֆյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սոֆյան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ հյուրընկալվել եք մեզ։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ հրավիրել եք ինձ։ Հատկապես վերջին տարիներին մենք շատ ենք խոսում մեր հուշարձանները առհասարակ արժեքները պահպանելու մասին եւ պետական եւ մասնավոր նախաձեռնություններով տարբեր քայլեր այդ ուղղությամբ իրականացվում են, սակայն շատ է նշվում հենց թվայնացման արժեքի մասին։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնել այդ ծրագիրը եւ իհարկե ասել, թե ավելի գործնական ինչպես է թվայնացում երևույթը տեղի ունենում։ Իհարկե։ Իրականում այս գործընթացը սկսվել է շատ վաղուց, մոտ 12 տարի առաջ։ Ես սերիալ ձեռներից եմ ու ցանկացած իմ այլ բիզնեսների հետ մեկտեղ նաև շրջանառու միջոցներ ենք հատկացրել, որպեսզի մեր պատմամշակութային ժառանգությունը ունենանք իրենց թվային մոդելով։ Ինչով եմ դա կարևորում անձամբ ես, որ ցանկացած մշակութային հուշարձան, եթե իր թվային մոդելը կա, ինքը միշտ, ոնց որ ասած, կարելի է համարել, որ պահպանված է այն տեսքով, որը մենք ունենք, ու ցանկացած այլ ինչ-որ խնդիր, որը առաջանում այդ մշակութային օբյեկտների հետ, ինքը միշտ կարա վերականգնման ենթակա լինի, թե բնական աղետներից, թե արհեստական, թե մարդկանց, ասենք, մենք տեղեկացանք, թե ինչպես, ասենք, մեր Արցախի հուշարձանները, այսպես ասած, եթե մեր տիրապետության տակ չեն, վտանգված են հեռացման, բղծման կամ այլ ինչ-որ միջամտումներից։ Դրա համար շատ եմ կարևորում մեր գործունեությունը, եթե մենք հասցնենք մեր բոլոր այն ինչ-որ այս պայծրությամբ ունենք թվայնացրած ունենանք, դա միշտ կնշանակի, որ թվային ձևով ունենալը, որ ապագայում ցանկացած մեր սերունդները, եթե ուզենան դրանք վերականգնեն կամ ավելի զարգացնեն, ուսումնասիրեն, դրա հնարավորությունը կունենա։ Իրականում մոտ 12 տարի առաջ որ սկսել էինք, այդ թվայնացման process-ը բավականին բարդ էր ու բավականին թանկարժեք, պատկերացրեք մենք մոտ 3 տարին 15 հոգով կարողացանք ընդամենը 9 հատ եկեղեցի իրականացնենք, բայց այս պայծրությամբ այնքան են տեխնոլոգիաները զարգացել ու մենք տիրապետում ենք այդ տեխնոլոգիաներին, թե սարքավորումներին, որոնք դա թվայնացնում են, դա լազեր լիդարային սարքավորումներ են, որոնք հաշված օրերի ընթացքում հնարավորություն են տալիս ստանալ, ասենք, մեկ հուշարձանի ամբողջովին եռաչափ մոդելը իր գծագրերով, իր ամեն ինչով, եւ այս պայծրությամբ շատ եզակի շանս ունենք, որպեսզի շատ արագ, առնվազն, ասենք, մի քանի ամսվա մեջ, օրինակ, իրականացնենք Սյունիք մարզի ամբողջ հուշարձանները եւ 1-2 տարվա մեջ իրականացնենք ամբողջ Հայաստանինը եւ իհարկե նպատակներ ունենք նաեւ մեր երկիր մոլորակի վրա այլ տեղերում հայկական մշակութային հուշարձանների թվայնացումը։ Ունենալով այդ շտեմարանը, այսպես ասած, այդ բազան, որը կարծում եմ մոտ 1000-ից ավել են, եթե ոչ 2000, ապա մենք դա փոխանցելով, պահպանելով հնարավորություն կտանք իրենց ուսումնասիրեն այդ բազմահազարյա մշակույթը, սովորեն իրենց վրա, զարգացնեն այդ ամեն ինչը եւ այսպես ասած մեր ինքնությունը պաշտպանեն էլի։ Իսկ ինչով էր պայմանավորված մեկնարկը սկսել Սյունիքից եւ Սյունիքի միայն գյուղերն են, ենթադրում եմ նաեւ քաղաքներն են։ Տեսեք, մեզ բոլորիս հայտնի, այսպես ասած, պատճառներով այս պայծրությամբ համարում ենք, որ Սյունիքը մի քիչ ոնց որ վտանգված է այդ առումով, դրա համար առաջնայինությունը տվել ենք Սյունիքին ու բավականին հարուստ է։ Մենք մեր տեղեկատվական աղբյուրներից կարողացել ենք այս պայծրությամբ 48 հատ մշակութային հուշարձան առանձնացնել, որոշ մասն է արդեն սկսված է, աշխատանքները արդեն արված է ընթացքի մեջ է, բայց իհարկե կարևորում ենք բոլորը եւ այս փուլում ինձ թվում է առաջնայինությունը կտանք Սյունիքին, ամբողջ այդ հուշարձանները իրականացնենք, հետո կանցնենք մնացած Հայաստանի այլ մարզերի հուշարձաններին։ Իրականում մենք ինտերնետի աղբյուրներից առանձնացրել ենք այդ 47-ը, բայց ես համոզված եմ, որ այնտեղ մոտ 2 անգամ ավելի շատ հուշարձաններ կա։ Պատկերացրեք այն ինչ որ մենք կարացել ենք համացանցից առանձնացնել, բայց տեղի ժողովրդի հետ շփվելով կամ չբանք հասկանանք, որ այնտեղ թեկուզ
ամենափոքր մատուրից կամ ինչ-որ խաչքարերից մինչև ամբողջական եկեղեցիներ կամ ինչ-որ բերդեր հաստատ լինելու են ու տրամադրված ենք ամբողջությամբ իրականացնենք, այլ ոչ թե այն ինչ որ մենք ընտրել ենք, էլի, այսինքն ինչքան հին ճարտարապետական շինություն ինչ-որ լինի, ինչ-որ արժեքներ կայացնող, անպայման դրա թվային մոդելը կուզենանք ունենանք։ Սյունիքում կան վանքեր, համալիրներ, եկեղեցիներ, որտեղ սիրում ենք այցելել, ամենահայտնիներից որոնց եք։ Դե իհարկե Տաթևն է, բայց ես ձեզ հետաքրքիր բան ասեմ, այդ իրականացրեցինք մոտ մի ամիս ու կես առաջ, ճանապարհին, հիմա եթե տեղյակ եք, նոր ճանապարհ կա, որը ոնց որ ավելի ոչ թե Գորիսով է գնում դեպի Տաթև, այլ ավելի շատ Սիսիանի ինչ-որ հատվածներից, այդ ճանապարհով գնալով հայտնաբերեցինք, որ մի հատ բավականին շքեղ ու սիրուն վանք կար, Որոտնա վանքը, որը նույնիսկ նպատակ ունենք Տաթև գնալու, բայց համարյա կանգնում էինք, որ այդ վանքը իրականացնենք, հիմա մեր մյուս նպատակների մեջ հենց ինքն է շատ սիրուն այդ ժայռերի մեջ, ինչ-որ մի հատ տենց հատվածում, շատ վեհ կանգնած է, շատ տեղեր կան, զորաց քարերը կա, Քարավունջի, նաև կնշեի Տաթևի մեծ անապատը, որը գտնվում է հենց Տաթևի ձորում, նա էլ է շատ սիրուն, ամենահետաքրքրաժարը այն էր, թե ոնց են հասնում այդ եկեղեցի, իր պարսպապատ հատվածով, իրականում ինքը ճանապարհից չի երևում, պետք է ժայռերի արանքներով, ոնց որ մի մեծ արկած արնում, որ դու գնում ես ու հայտնաբերում ես այդ ամեն ինչը, նույնիսկ ոնց հոլիվուդյան ֆիլմերի մեջ են միշտ այնց երևույթներ նկարագրում, բայց մենք ոնց որ այդ արկածները սիրում ենք, էլի դա էլ առանձնահատուկ, ոնց որ ասած մեր գործի բնույթն է, որ մենք սիրում ենք դրանով զբաղվել։ Իսկ յուրաքանչյուր հուշարձանի անհատական մոտեցում են ցույց տալիս մասնագետները, թե նույն տեխնիկայով աշխատում են։ Իրականում մենք կոմպլեքս գործողություններ ունենք ամեն մի հուշարձանի վերաբերյալ, դա դրոնային ֆոտոգրամետրիան է, ինչա նշանակում, որ դրոնով ամբողջությամբ իր շուրջ բոլորը թռչնի թռիչքից նկարահանվում է, մոտ երևի մի 5-600 լուսանկարա դուրս գալի, հետո հատուկ ծրագրային ապահովման հնարավորությունով դա վերածվում է եռաչափ մոդելի։ Ու իսկ երկրորդ միջոցառումը, այսպես ասած, դա այդ լիդարային սկանինգն է, որը իրականացնում է այդ եկեղեցիների մեջի հատվածները, հետո այդ երկու նյութերը իրար հետ համադրելով ամբողջական պատկերը ստանում ենք։ Դա այն ինչ որ իրականացվում է տեղում, բացի դրանից գրասենյակում արդեն մեծ պրոցեսինգներ են տեղի ունենում, որպեսզի այդ ստացված արդյունքները, այդ բազմաթիվ կետերը, որ ստանում ենք մենք այդ չափումների միջոցով, դրանք վերածենք արդեն օրինակ վիրտուալ տուրերի, որը կարող է կիրառվի ամբողջ աշխարհով մեկ վեբ փեյջերի միջոցով տարածումը մեր ցանկացած հայրենակից աշխարհի ցանկացած տեղում է, եթե ինտերնետ ունի, կարողանալու մտնի ու այցելի մեջով մանգա այնպես, ինչպես ինքը իրականացներ տեղում։ Ունենք իլյուստրատորներ, պատմաբաններ, որ կապված կոնկրետ այդ մշակութային հուշարձանի հետ կապված, եթե շատ հետաքրքիր պատմություններ, լեգենդներ կա, իրանք դա իլյուստրավորում են ու նորից այդ ամբողջ փաթեթը ներկայացվում, ասենք, մեկ էջով պատկերացրեք մեր աշխատանքի ավարտին մենք կունենանք փաստորեն մի 50-ից 70 հատ առանձնացված էջեր, որի մեջ կա եկեղեցու այցելությունը, եկեղեցու գծագրերը, եկեղեցու թռչնի թռիչքից եռաչափ մոդելը, որոշ իլյուստրացիաներ, դեպքեր, ասենք մարդկանց, ասենք պատկերացրեք Տաթևում ինչքան դեպքեր ա եղել, ինչ լեգենդներ կա դրա հետ կապված, ամբողջովին ոնց որ ասած հնարավորության դեպքում ժամանակի ընթացքում այդ լեգենդները իլյուստրավորվում են, պատմությունները ներկայացվելու են, ապագայում նաև թարգմանվելու են տարբեր լեզուներով ու տեղադրվեն այդ կայքում։ Այսինքն տեքստեր եւս լինելու են։ Իհարկե։ Մենք մի հատ ունենք իրականացված Խնձորեսկում, իմիջիայլոց հարցնում եք մի քիչ առաջ, որն է նաև տպավորիչ, շատ տպավորված ենք Խնձորեսկով, որտեղ դա պատմամշակութային հուշարձան չի, դա մի ամբողջ համալիր է, որը այս պահին այդքան էլ ասենք դիտարժան չի, երբ որ այդ ձորով քայլում ես, տեսնում ես այդ բնակավայրերը, այդ քարանձավները, բայց մենք հիմա մոտարկած մի քանի օրվա մեջ կունենանք դրա վերակազմությունները վիդեոյով եւ լուսանկարներով, որը շատ տպավորիչ է, անձամբ դուք չեք տեսել, ես տեսել եմ իհարկե արդեն, բայց շատ տպավորիչ նյութեր են մեզ սպասվում,
ու դիտորդը կտեսնի իրականում, ասենք մոտ ընդամենը 100-120 տարի առաջ Խնձորեսկի ինչ վեհություն ունեցել, ինչ հետաքրքիր տեսարժան վայր ա եղել։ Այնտեղ օրինակ ամբողջովին այդ edge-ում իր տեղադիրքը կա, իր հին նկարները կա, նոր նկարները կա, եռաչափ մոդելը կա, վիրտուալ այցելության հնարավորությունը կա, դրոնից դիտելու հնարավորությունը կա, ու այս պայծրության մենք ոչ թե դա սահմանափակում ենք, այ ինչքան նյութեր կարողանանք մեկ հուշարձանի վերաբերյալ իրականացնենք, հայթայթենք, ասենք, տարբեր մասնագետներ ներգրավենք, մասնագետները լեգենդները ի հայտ բերեն, ուսումնասիրեն մեր տարբեր աղբյուրներից, այդ ամբողջությամբ այդ ինքը ապրող մեխանիզմ է ալնելու, այսինքն ոչ թե մենք մի անգամ իրականացրեցինք թվայնացում ու դա պահպանեցինք, այդ կայքը անընդհատ զարգանալու է ու գուցե մոտ ապագայում ինքը կդառնա շատ տարբեր մասնագետների ու հետաքրքրվողների շատ կարևոր աղբյուր, որը կարողանան մտնեն ու ցանկացած մշակութային հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն ստանան, զվարճանան, այսպես որտեղ շատ հետաքրքիր մեդիա կոնտենտ է պլանավորվում զետեղել ամեն մի մշակութային հուշարձանի շուրջ։ Իսկ դուք համագործակցում եք ինչ-որ կառույցների հետ, օրինակ պատահել է, որ ձեզ դիմեն պատկան մարմինները այս կամ այն հուշարձանը վերականգնելիս հավելյալ տեղեկություններ ձեզնից վերցնելու նպատակով։ Իրականում տեղեկությունների տեսակետից այդքան էլ չէ, ինչքան նրա թվայնացման process-ին, որովհետև մենք չենք ուզում, քանի որ մասնագիտացած ենք իմенно դա թվայնացման գործընթացում ավելի շատ այդ հարցով են դիմում, այո, իհարկե շատ տարբեր, նույնիսկ այդ սարքավորումները նախատեսած են ցանկացած, ասենք, շինարարական process-ի կամ անշարժ գույքի թվայնացման համար, մենք ենք դա կիրառում մեր պատմամշակութային հուշարձանների, այսպես ասած, digital preservation-ի համար թվային պահպանում, թարգմանությունը այդպես է։ Կնշեմ, որ ավելի շատ այդ մասով են մեզ դիմում, տարբեր օրինակ գուցե ինչ-որ հյուրանոցներ են լինում կամ ինչ-որ վայրեր, որոնք ինչ-որ հինավուրց մի հատված են ունենում իրանց մոտ, այդ կտորը շատ կարևորում են, որ թվայնացման ժամանակ այդ կտորը անպայման լինի։ Տեղեկատվության տեսակետից մենք ինքներս ենք օգտվում, ճիշտ ասած ավելի շատ գերադասում ենք, որպեսզի այդ մասով պետական մարմիններին դիմենք, որոնք օֆիցիալ տվյալներ ունեն։ Իհարկե լեգենդների տեսակետից մենք էլ ենք շատ բաներ ուսումնասիրում, պեղում, դրանով զարգացնում, իլյուստրացիաներ սարքում, բայց կարծում եմ, որ եթե ստացվի մեր մոտ համախմբություն իրականացնել, որը ես անձամբ որպես իմ կյանքի փիլիսոփայացում շատ եմ կարևորում, համախմբվել ցանկացած հարցի շուրջ ինքը հաջողության գրեթե 90%-ն է, էլի, եթե մարդիկ հավաքվում են իրան շուրջ ու մի նպատակ ունեն, այդ նպատակը չի կարա չիրականանա, ու մենք էլ հիմնականում չենք ուզում սահմանափակվենք մեր թմով, այլ ուզում ենք անընդհատ այս գաղափարը զարգանալ, որտեղ բոլորիս համար է պետք։ Մեր ցանկացած հայ համար իրան հաճելի ալնելու էդի տեսնել, հաճելի ալնելու մասնակցել, հաճելի ալնելու տեսնել դրա զարգացումը։ Դրա համար այսպես ասած բարի գալուստ բոլորին կարող են միանալ մեր թմին, իրար հետ շատ հետաքրքիր պրոյեկտներ անենք։ Խոսեցիք թիմի մասին, մասնագետները միայն Հայաստանից են, թե ունեք նաև այլ երկրներից եկած աշխատակիցներ եւ հետաքրքիր է մինչ օրս, մինչ Սյունիքը, ինչ այլ պրոյեկտներ եք կյանքի կոչել։ Մասնագետները հայեր են, ունենք թմի մեջ դրոնային այդ ֆոտոգրամետրիա իրականացնող մասնագետը Արշալույսը, Սպարտակը իրականացնում է արդեն գետնի վրա, այսպես ասած, լիդարային սկանավորումը, ունենք ճարտարապետ էսպային սովորում է արտասահմանում բավականին առաջադեմ երիտասարդ է, ու մեկ էլ մեր իլյուստրատորը ու ձեր ծառան, այսպես ասած ես, մեզ հաջողվեց անցած տարի իրականացնել մեր Երուսաղեմի հայկական թաղամասի թվայնացումը, դա մի հատ շքեղ աշխատանքներ մոտ 10 օր ապրել ենք թաղամասում այդ հինավուրց վայրերում, ամբողջությամբ թվայնացրել ենք մեծ մասամբ, մոտ այնտեղ 5 եկեղեցի կա, այդ ամբողջ թաղամասն է, թանգարանն է, բավականին տպավորիչ նյութեր ունենք այս պայծրությամբ, իրականացրել ենք նաև այլ մարզերում նորավանքը, գոշավանքը ունենք իրականացրած, այսինքն աշխատանքները մեր մոտ անընդհատ շարունակվում են, համատեղ մեր իմ բիզնես գործունեության հետ, որը նմանատիպ սկանավորում ենք անում արդեն կոմերցիոն պրոյեկտների վրա շինարարության կամ անշարժ գույքի այլ բնագավառներում, ցանկացած ժամանակ, երբ որ հնարավորություն ունենք ինչ-որ մարզ այցելել ինչ-որ գործով,
նաև նշում ենք, որ այդ շրջակայքում ինչ որ եթե մշակութային հուշարձան լինի, դա էլ իրականացնենք։ Ուղղակի ցավոք այդ աշխատանքները բավականին դանդաղ են գնում, որտեղ գնում են մեր ռեսուրսներով եւ մեր մոտ առաջացավ այդ առանձին հիմնադրամը բացել, իրականացնել դրամահավաքեր, տարբեր հովանավորներ գտնել, որ արագացնել, որտեղ մենք փաստացի մոտ տարեկան մեր ուժերով կարողանում ենք մի 10-12 հատ անենք, բայց հնարավորություն ունենք, ասենք, եթե առանձնացված թիմ լինի, իրականում մոտ մինչև 100-150 մշակութային հուշարձան թվայնացնել եւ ստեղծել այդ տվյալների բազան, այսպես ասած։ Պետությանը դիմել եք։ Աշխատել ենք հիմնականում պետության հետ այդ տեղեկատվական մասով ենք համագործակցում, բոլոր օֆիցիալ տվյալները վերցնում ենք իրանցից։ Այդ ինչպես նշեցի, վերջի 12 տարվա մեջ ահագին առնչվել ենք այդ բանով, բայց հիմնականում պետական հենց մասնագիտացած կառույցներ կան, որոնք էլի զբաղվում են, որը շատ ողջունելի է։ Կարծում եմ պետությունը իր գործը պետք է անի, մենք էլ մեր գործը էլի։ Համենայն դեպս համ պետության համար, համ մեր համար, այն ինչ որ համատեղ իրականացնում ենք, ինքը բավականին կարևոր է։ Խոսեցիք դրամահավաքի մասին, որպեսզի ունկնդիրները ավելի պատշաճ ինֆորմացված լինեն, ասեք ինչ հարթակում է դա իրականացվում եւ ովքեր կարող են ներդրում ունենալ։ Իրականում ողջունելի մի հատ հարթակ կա, Re-Armenia կոչվում, բավականին լավ աշխատանք են իրականացնում այդ թիմը։ Ես շատ եմ ուսումնասիրել, որպեսզի գտնեմ ամենամեծ հարմար հարթակները, որ արտասահմանում բավականին զարգացած այդ մշակույթը, դրամահավաքային պլատֆորմերի, այսպես ասած, եւ գտա, որ մեր հայկականը բավականին լավն է ու բոլորից էլ ավելի շատ տեղեկատվություն հնարավորություն տալի դնել ու բնականաբար հայկական միջավայրում է, որ ավելի մեր շահառուների քանակը այնտեղ երևի թե ավելի շատ կլինի, ու բավականին լավ թիմ է, հետները համագործակցում ենք իրանց հետ։ Այդ հարթակի միջոցով շատ հեշտությամբ հնարավորություն կա սկսած 1000 դրամից մինչև մեր ուզած գումարը, ոնց որ ասած, հանգանակել, ու ասեմ ձեզ, որ հարթակը այնքանով է հարմար, որ նա ամբողջությամբ ինչ հավաքվում է հարթակի միջոցով, ամբողջ, ասենք, 100%-ը փոխանցում է այդ կոնկրետ նպատակին, այսինքն մեր հիմնադրամին։ Դա էլ է բավականին հարմար, այլ հարթակները ինչ որ որոշ տոկոսներ են պահում, բայց Re-Armenia-ն կոնկրետ չէ։ Re-Armenia-ի միջոցով է իրականացնում, նույնիսկ ասենք ուղիղ հանգանակողներ են որ լինում մեր համար, մենք գերադասում ենք իրանց ուղղորդել այդ հարթակ, որտեվ այդ դրամաշրջանառությունը ամբողջությամբ թափանցիկ այնտեղ, ամբողջությամբ վստահելի է ու ավելի հարմար է լինում, էլի։ Ու հաշվետվություններն էլ հետո որպես հիմնադրամի իրականացրած գործունեություն ավելի հեշտ արնում ներկայացնում։ Իսկ ակտիվություն նկատում եք մարդկանց։ Բավականին, ես իհարկե չէի ասի, որ միշտ մենք հայրս օրենք ասենք սպասածից ավել չէ, բայց բնականաբար չի լինում, դա աշխատանք է։ Ես ամեն մի մասնագետ իր գործն է իրականացնում ու այս պայդրությամբ շարժ կա, կարևորը դա է, կարևորը մարդիկ լսում են, հավանում են պրոյեկտը, կարևորում են այն, իրանց մասով կարողանում են օգտակար լինել, մենք էլ շարժում ենք առաջ։ Բնականաբար ձեզանից էլ եմ շնորհակալ նմանատիպ հանդիպումների ֆորմատը նաև խթանում է, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ դրամահավաքը ավելի հաջողությամբ ավարտենք ու իրականացնենք մեր նախագիծ։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ համբերություն եմ մաղթում, աջակիցներ եմ մաղթում եւ հաջողություններ։ Հուսամ կկարողանաք իրագործել բոլոր ծրագրերը։ Եվ մենք կորցնելու վտանգի առաջ երբեք չենք կանգնի։